Բուլինգ։ Մի բան, որը կարծես թե բոլորը գիտեն, բայց վախենան, որ բոլորը չէ, որ հասկանում են ինչի մասին է խոսքը։ Բարև ձեզ։ Այսօր խոսենք մի վտանգավոր դրսևորման մասին։ Բուլինգը անչափահասների եւ երեխաների շրջանում, եւ ինչպես մենք, ծնողներս, ուսուցիչները, մանկավարժներն ու հոգեբանները կարող են օգնել մեր երեխաներին եւ պաշտպանել նրանց։ Հասկանանք, ինչպես է դրսևորվում բուլինգը եւ ինչ գործիքակազմ կա պաշտպանություն իրականացնելու համար։ Գործնականում բոլորն ասում են, «Էդ ինչ մոդայիկ տերմին եք բերել աշխարհից, նոր հորինվածքներ եք առաջ բերում»։ Պարզապես տերմինն է նոր։ Դրսևորումը բավականին հին է։ Բոլորս էլ գիտենք, որ կան դպրոցում միշտ երեխաներ, ովքեր պարզապես նախկինում կոչվել են չար երեխաներ, հիմա կոչվում են բուլլերներ։ Եվ այսպես, ամեն տեղից վեր կացողը այսօր ասում է, ես բուլինգի ենթարկվեցի։ Իրականում հասկանանք, երբ է անձը դառնում բուլինգի զոհ։ Հասկանալու համար նաև ինչպես է դրսևորում բուլինգը, հոգեբանները եւ հետազոտողները այն բաժանել են մի քանի ենթաբաժինների։ Առաջինը եւ ամենատարածվածը դա ֆիզիկական բուլինգն է, երբ տեղի է ունենում կոնկրետ ֆիզիկական ազդեցություն, ծեծ, ապտակներ, նվաստացուցիչ վերաբերմունք, որը ֆիզիկական ագրեսիայի միջոցով է տեղի ունենում։ Հաջորդը դա բանավոր բուլինգն է, երբ խոսույթի կպչուն ինչ-որ բառերի միջոցով է տեղի ունենում երեխայի պիտակավորումը։ Հաջորդը եւ ամենագաղտնի տեղի ունեցողը դա սոցիալական բուլինգն է։ Ինչպես է այն տեղի ունենում։ Դա որպես կանոն տեղի ունենում զոհի մեջքի ետևում, երբ նա չի իմանում, դա բամբասանքների, որոշակի տեղեկությունների տարածման միջոցով է լինում։ Այսօր շատ հաճախ լինում են, երբ ստեղծվում են համացանցային ինչ-որ խմբեր, որտեղ ինչ-որ պիտակներով երեխաների մասին փոփոխված նկարներով տեսանյութեր են տարածվում։ Եվ դա 21-րդ դարի կիբերբուլինգի դրսևորումներից մեկն է։ Եվս մեկ դրսևորում, որ կոչվում է տնտեսական կամ շորթման բուլինգ։ Հաճախ լինում է իրավիճակներ, երբ ասում են, այսինչ բանը, որպեսզի քո նկատմամբ չիրականացվի, ինձ կբերես գումար։ Եթե չունես այդ գումարը, ապա պիտի գնաս այսինչը գողանաս։ Օրինակ։ Եվ սա խիստ տարածված եւ վտանգավոր դրսևորումներից մեկն է։ Ցավոք սրտի բուլինգի բացահայտումը շատ դժվար է։ Բուլինգի զոհերը որպես կանոն չեն խոսում այդ մասին։ Եվ հենց դրա մասին է, որ պետք է առավել քան ուշադիր լինեն եւ ծնողները, եւ ուսուցիչները։ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որի նախագահը հանդիսանում եմ ես, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր եւ հետազոտություններ, նաեւ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների հետ համատեղ մշակել ենք այս փափուկ հմտությունների մասին ձեռնարկը, որն օգնում է եւ ծնողներին, եւ մանկավարժներին հասկանալ ինչ է բուլինգը եւ ինչպես պայքարել դրա դեմ։ Այստեղ այս գրքում դուք կգտնեք 25-ից ավել վարժություններ, որոնք կարելի է անել դասարանում երեխաների հետ, ինչպես նաեւ առանձին վարժություններ հենց ծնողների համար, որպեսզի ծնողը կարողանա հասկանալ, արդյոք իր երեխան բուլինգի է ենթարկվում դպրոցում, բակում եւ ինչպես պետք է վարվի ծնողը, որպեսզի օգնի իր երեխային։ Հղումը ես կթողնեմ այս տեսանյութի մեկնաբանություններում։ Եվ իհարկե, որպես ծնող ես ինքս ունենալով 4 երեխաներ մշտապես անհանգստանում եմ։ Իսկ այսօր, երբ անտրամադիր է իմ երեխան, արդյոք դա պարզապես ինչ-որ անհաջողության մասին է, թե կա համակարգային խնդիր, որին ես անտեղյակ եմ։ Եվ դրա համար ամեն անգամ հարկավոր է վերլուծել երեխայի վարքը ավելի երկարաժամկետ համատեքստում։ Հոգեբանները պնդում են, որ բուլինգը առաջին հերթին ազդում է երեխաների ինքնազգացողության վրա։ Սովորելու ցանկությունն է անկում ունենում, քնկոտ են դառնում, ուշադրության կենտրոնացման պակաս է առաջանում, վերջիններս դադարում են անել իրենց համար սովորական որոշակի գործողություններ։ Օրինակ, արդյոք չեք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ ձեր որդին 4 տարի ջութակի դասերի հաճախելուց հետո մի օր արթնանում եւ հրաժարվում է այլևս այցելել երաժշտական դպրոց։
պատճառները շատ ավելի խորն են։ Եվ այստեղ շատ կարևոր է աշխատել հենց երեխաների հետ, հասկանալու համար ինչ տեղի ունեցավ։ Որովհետև փորձը ցույց է տալիս նաև, որ ամենավտանգավոր բուլեր են դառնում հենց այն երեխաները, ովքեր նախկինում իրենք են եղել բուլինգի զոհեր։ Եվս մեկ հետաքրքիր փաստ։ Իսկ դուք գիտեիք, որ աղջիկները որպես կանոն ավելի դաժան բուլերներ են լինում, քան տղաները։ Աղջիկները որպես կանոն իրականացնում են սոցիալական եւ կիբերբուլինգը, այնինչ տղաները որպես կանոն իրականացնում են իրենց հարցերը լուծում են, իրենց դոմինանտ դերը փորձում են հասարակության մեջ ցուցադրել ֆիզիկական բուլինգի միջոցով։ Եվ այսպես, խորհուրդներ այն մասին, թե ինչպես օգնենք մեր երեխաներին եւ պաշտպանենք նրանց բուլինգից։ Առաջինը, հարկավոր է ստեղծել միջավայր, որտեղ երեխան իրեն կզգա ուժեղ եւ կայացած։ Այս մասին վկայում են բոլոր հոգեբանական հետազոտությունները։ Այն երեխաները, ովքեր գիտեն իրենց արժեքը, գիտեն, որ իրենք սիրված են եւ անգամ եթե տարբերվում են, տարբերվել լինելը նորմալ է հասարակության մեջ, այս երեխաներին ավելի դժվար է ենթարկել բուլինգի։ Երկրորդ կարևոր քայլը՝ միշտ խոսեք ձեր երեխաների հետ եւ իրենց տվեք այն քայլերի հաջորդականությունը, որոնց նա պետք է դիմի, երբ դառնա ինչ որ իրավիճակներում կամ բուլինգի զոհ կամ ականատես։ Այն իրավիճակներում, երբ երեխան դառնում է ականատես, սակայն չի միջամտում, չի օգնում բուլինգի զոհին, եւս ինքը դառնում է пассив բուլեր, ցավոք սրտի։ Վարժություններից մեկը, որը շատ կարևոր է եւ խորհուրդ է տրվում իրականացնել երեխաների հետ, նստել եւ տալ թերթիկ ու ասել. եթե դու հայտնվել ես ծանր իրավիճակում, օրինակ, ինչ որ մեկը քեզ ծաղրում է, մի ասեք երբեք, դու դարձել ես բուլինգի զոհ, որովհետեւ երեխան չի հասկանում դա ինչ է։ Նրան պետք է բացատրել բուլինգի տարրերը, դրսևորումները, որպեսզի երեխայի ընկալման մեջ հասկանալի լինի, երբ է վերջինս դարձել բուլինգի զոհ։ Օրինակ, երբ քեզ պիտակներ են կպցնում եւ մշտապես այդ պիտակով են դիմում, երբ օրինակ իմ դասարանում կար այդպիսի պրակտիկա, որ այդ տղաներից մեկին պիտի 3 տղաներ կանգնած սպասեին, որ ինքը դասարան մտնելուց ամենը մի ապտակ հասցներ։ Դա իրենց մոտ ռիտուալ էր դարձել։ Իրականում հիմա եմ ես միայն հասկանում, որ դա ֆիզիկական բուլինգի ակտիվ դրսևորում էր։ Այսպիսի իրավիճակներ ներկայացնելով երեխային իրեն խնդրել, որ եթե նման իրավիճակ լինի քեզ հետ, ապա առաջինը դու ում կդիմես, ինչը կպատմես, որպեսզի երեխան հոգեբանորեն պատրաստված լինի։ Նման իրավիճակում հայտնվելու դեպքում չկորցնի իրեն եւ իմանա ում դիմել եւ ինչպես վարվել։ Երրորդ քայլը եւ ամենակարևորը՝ երբեք չի կարելի փախչել եւ գլուխը թաղել խնդիրներից, ասելով, որ իմ երեխան այնքան ուժեղ եւ կայացած երեխա է, երբեք դա իր հետ տեղի չի ունենա։ Ոչ, ցանկացած իրավիճակի մասին խոսեք ձեր երեխայի հետ։ Փորձեք հասկանալ, միգուցե միայն ինքը չէ կամ իր հետ կապված չէ խնդիրը, որը առկա է դասարանում, բակում կամ այլ դպրոցում, ուր ինքը հաճախում է։ Եվ այս իրավիճակում անհրաժեշտ է ուսուցիչ, ծնող, երեխա համատեղ համագործակցությունը, որպեսզի լուծվի հարցը եւ դառնա անվտանգ միջավայրը։ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը իրականացնում է բազմաթիվ վերապատրաստումներ ուսուցիչների համար բուլինգի թեմայով։ Եվ այսպիսի դասընթացներից մեկի ժամանակ ներկա է ռազմագիտության ուսուցիչ եւ վերջինիս ասած է ինձ խորը մտածելու տեղիք տվեց։ Նա ասաց, որ դպրոցում չկարգավորված, չվերացված բուլինգը հետագայում տեղափոխվում է բանակ եւ ոչ կանոնադրական հարաբերությունների կամ այսպես ավելի հայտնի դիդավշինայի պատճառ է դառնում։ Հետևաբար, ինչու ենք մենք ավելի շատ կենտրոնանում մանկահասակ, անչափահաս երեխաների շրջանում բուլինգի կանխարգելմանը, որովհետև այն հետագայում այդպիսի վարքագծի դրսևորումներ որպես տեղափոխվում է նաև հասուն կյանք, որը բերում է առավել մեծ կյանքի համար վտանգավոր խնդիրների։ Եվ կարևոր է հիշել, որ բուլինգը միայն դպրոցում չէ, որ տեղի է ունենում։ Բուլինգը տեղի է ունենում նաև աշխատավայրերում։ Այստեղ ամենակարևորը հասկանալ ինչ է այն եւ չդառնալ ակտիվ կամ пассив բուլեր։ Շատ հաճախ է լինում աշխատավայրերում, երբ ինչ-որ մի աշխատողի կպցվում է պիտակ, օրինակ, այս ռուսախոսը, իրեն չտակ հայերեն նյութեր, ինքը չի հասկանում, ինքը չի կարողանում, անկախ նրանից դա այդպես է, թե այդպես չէ։ Եվ այստեղ սկսվում է այն թիրախավորումը, որը որ մարդիկ բոլորը, այսպես լռելյայն, դառնում են մասնակից։
Եվ այստեղ կա իրավիճակ, երբ հենց ինքը զոհը ասում է. «Ինչ ինձ ավելի լավ պահեմ, միևնույնն է, ես այս դասարանի չարն եմ։ Ես այս դասարանի հայտնի բուլերն եմ»։ Եվ այստեղ ունեն մեծ անելիք ուսուցիչները, որովհետև մեր պրակտիկայում ցավոք ունեցել ենք իրավիճակներ, երբ ուսուցիչն ասել է. «Հա, արի, սա էլ մեր դասարանի խաբար բզիկն է, ոչինչ դասարան չկա, որ այդպեսին չլինի»։ Եվ այստեղ հենց ինքը ուսուցիչն է դարձել ամենավտանգավոր բուլերը, որովհետև երեխան ունենալով իր վրա կրելով այդ պիտակը, այդ բեռը, դե ես այսպիսին եմ, չի էլ փորձում առավել լավ վարկ դրսևորել։ Եվ այսպես, եթե փորձենք ամփոփել, բուլինգը դա ակտիվ, ագրեսիվ գործողություն է, որն իրականացվում է պարբերաբար, նպատակ ունենալով վնասել զոհին, այն իրականացվում է ուժեղի դիրքերից եւ այն կարող է իրականացվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ վերբալ հարաբերությունների միջոցով։ Ինչպես պետք է պաշտպանենք մեր երեխաներին, առաջինը խոսենք, բացատրենք բուլինգի վտանգների մասին, մշակենք մեխանիզմներ իրենց պատրաստ դարձնելու համար, այս իրավիճակին համարժեք գործելու համար եւ իհարկե ցանկացած իրավիճակում, երբ հասկանում ենք, որ երեխան ընկճված է, ունի խնդիրներ, ոչ թե ասել դե սա էլ էսպիսին է կամ այսօր էս ինչ անտանելի երեխա ես, այլ փորձել հասկանալ, որն էր իրական համակարգային խնդիրը։ Բաժանորդագրվեք ալիքին, ես եղմեք զանգակոճակը, որպեսզի տեղեկանաք բոլոր թարմացումներին։ Եվ եթե ունեք խնդիրներ իրավական ոլորտում, ապա կարող եք դիմել մեզ տվյալ տեսանյութի նկարագրությունների բաժնում տեղադրված կոնտակտային տվյալների միջոցով։